Pink Berry վայելիր այս պահը։ Ողջույն էկրանից այն կողմ գտնվող ուշադիր եւ գնահատող հանդիսատես։ Եթերային ճանապարհը շարունակվում է եւ դրա վերջում մնալու են միայն ամենատաղանդավորները։ Got Talent Հայաստանն է, Շանթի եթերով։ Ողջույն բոլորին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներկայանաք Նարեկ Ասատրյան, 28 տարեկան, Գավառ Կարմիր գյուղ, ապրում, սովորում եմ այստեղ։ Ձեր դեմքը ինձ ծանոթ է, դուք մասնակցել եք որևէ նախագծի։ Շատ շուտ Որ նախագծին կմանրամասնեք։ X Factor, մոտ 10 տարի առաջ։ Ասեցի չէ հիշում եմ։ Բայց այդպես փուլեր չեմ անցել, այդպես չգիտեմ։ Զբաղվում եք պրոֆեսիոնալ երաժշտությամբ։ Այո, զբաղվում եմ նախագծից հետո, նախորդ ոնց որ ոգեշնչվել եմ եւ ավելի լուրջ եմ զբաղվել երաժշտությամբ, երգով, երգեպետական թատրոնն եմ ավարտել, այնուհետև առանձին անհատական վոկալ, ինչ այսօր դեռ պարապում ենք, ավելացնում ենք այնինչ ունենք, եղածի վրան ավելացնում ենք, փորձում ենք անել մաքսիմալը եւ լավը, որպեսզի լինենք լավագույնս։ Լավ, շատ բարի, ինչ եք կատարելու այսօր։ Frank Sinatra-ի My Way-ը։ Օ, իմ ամենասիրելի երգերից մեկն է, իդեպ։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալ եմ շատ։ And now the end is near, and so I face the final curtain. My friends, I'll say it clear, I'll state my case, of which I'm certain. I've lived a life that's full. I traveled each and every highway, but more, much more than this, I did it my way. Yes, there were times I'm sure you knew when I bit off more than I could chew, but through it all, when there was doubt, I ate it up and spat it out. I faced it all, and I stood tall and did it my way. For what is a man? What has he got if not himself? No, he was not to save a thanks. He tried peace and other words, and one who needs no record shows I took a blows and did it my Շնորհակալ եմ։ Նարեկ ջան, գիտեք ինչու ձեզ մոտ չստացվեց այս ամեն ինչը։ Հիվանդ եմ մի Չէ, փոքր։ չէ, որովհետև դուք գործիքավորումից միջև կետարկետ մելիզմատիկա դուք կրկնօրինակում եք նախ անցած տարվա հաղթող British Got Talent-ի հաղթող Սինդի տարբերակը։ Ես ավելի ուրախ կլինեի, որ դուք Սինատրայից վերցնեիք, գոնե եթե վերցնում եք, բնօրինակից վերցնեք։ Բայց ցավում եմ շատ անհասկանալի ու շատ թերություններով լի ելույթ էր, այսքանը։ Շնորհակալ եմ շատ։ Նարեկ ջան, իսկապես անհասկանալի ինչ որ sense խառա աղմկոտ գոռոց ինչ որ sense պայքար
ոնց որ մեկ այդ պայքարի մեջ մտածնեք, որ ինչ որ բան ցույց տակ։ Այսպեսի զգացողություն ունեցա։ Թերևս այսքանը ես միանգամից ասում եմ ոչ։ Կարծում եմ անգլերեն լեզվին է բնականաբար վերաբերվում, առաջին հերթին կարևոր է, որ դու իրեն ակցենտով չկատարես, հա, այդ լեզուն։ Միգուցե դու հայերեն կամ ռուսերեն երկվերցնեիր, շատ ավելի գրագետ եւ տպավորիչ լիներ քո ելույթը։ Չգիտեմ, ինձ չզարմացրեցիր, ես էլ նույնպես սպասում եի, որ հեսա շատ գեղեցիկ ելույթ ես ունենալու, բայց Իհարկե, որ սեղմում եք, պարտադիր չէ դու արդարանեք, այստեղ ենք, որպեսզի սեղմենք։ Չէ, բացարձակ չէ արդարանում, ուղղակի ուզում եմ, որ կարծիքը եւ որոշումը հետաքրքիրը գիտես որն է Նարեկ վոկալը եւ ձայնը ինքը շատ նուրբ գործիք է, ունեք հնարավոր է կես տոն ցածր երգեիր կամ 1 տոն ցածր երգեր, քեզ մոտ ամեն ինչ ավելի լավ ստացվեր, բայց տղա, որը երգում է բավականին վերևի նոտաները իսկապես շատ հետաքրքիր էին այդ վերևները, ինչ որ հետաքրքիր բաներ կար տեմբրի մեջ, կատարումը, քանի որ ես չեմ լսել, կատարման մեջ, կտրուկ չեմ կարող ասել ոչ, այն որ ասում այոն էլ այո չի, ոչն էլ ոչ չի, որպեսզի ճիշտ հասկանաք, կասեմ այոչ։ Նարեկ ջան, ես արդեն ասացի այնինչ մտածում եմ, հավատա, որևէ բացասական բան իմ կողմից չկա։ Մերսի շատ։ Շնորհակալություն։ Նարեկ, այո։ Նարեկ ջան, ունեք 2 այո եւ 2 ոչ, հետեւաբար դուք ֆիլտրացիայի փուլում եք։ Ես ձեզ չեմ ների, եթե երկրորդ անգամ ինքներդ ձեզ ու ձեր ձայնալարերին այս ձևով վերաբերվեք։ Սպասում եմ ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Around all that clip, I'll rip. Too thick with the stick that I won't miss. Little sick, real sick, don't talk shit. Whip like a brick, scale on fish. Suicide nighttime, no, we don't fight crime, oh. It's a great fight now with the real red. Алена, переживаете? Да, конечно, очень. Прока, да? Да, я жена. Fluoride, let the rope untie, just crucify me. Young Christ, wrist slice, compose on nice, singing already. Then I cut my wrist and never motherfucking reject. Still broke at the other motherfucking rejects. Wrong hoes asking if I see a ghost. Tell them no, I just see smoke when the weed blows. See chalk in the deep dark, 3 feet the rope, lead those. Play the fucking shit so deep. If I hit myself and then I get the seed. Don't root to your fucking teeth. You be getting caught now, tryna blow down. We be the result of a reject from a small town. Говорят, с корабля на бал, а сейчас с цирка. Да, получается, с работы сразу шоу. Լավ Եվգենի ջան, ես կխոսամ ռուսերեն ուրեմն։ Ինչպե՞ս եք։ Լավ եք։ Լավ եք։ Լավ եք։ Молодец. Спасибо большое. Моментами, конечно, дыхание задерживалось, когда ты оттуда. Такое было впечатление, что падаешь. А вообще было желание сняться в фильме «Анора»? Ну, мы с Юрой обсуждали этот момент, но я решил, что ему будет лучше там сняться. Да, то есть вы обсуждали все-таки этот момент, ладно. Во-первых, хочу сказать, что сцена вас очень любит, лично на мой взгляд. Ну, на самом деле, с точки зрения профессионализма, конечно же, я не разбираюсь во всем этом, но мне как зритель было очень приятно смотреть на вас.
Спасибо В исполнении мужика я впервые вижу такое, особенно вживую, и для первого тура все было ясно. Спасибо. Спасибо вам большое. Я вас поздравляю. Мне все понравилось, и техники, все, движение, все. Посмотрим, что будет дальше. Дальше пилон будет повыше. Да? Супер. То есть супер. только повыше и все, или И что-то? потолще. Что? Потолще. Потолще. Да. Ну, интересно, уже, да, многообещающе. Спасибо. Ես մի անգամից ասում եմ հա։ Он вам говорит да. Мерси. Да, я вам говорю да. Спасибо. Да, я тоже говорю да. Я приветствую вас на Got Talent Hayastan и говорю вам хайо. Хайо это... Спасибо. Да. У вас 4 да, вы проходите. Тогда увидимся. Я очень рад, что я прошел, прям здорово, что... Да, 4 да. Здорово, что в Армении есть такой проект. И Прям здорово, очень что круто. вы в Армении. Здорово, что мы в Армении. Я с Челябинской области, город Сатка. И уже здесь сколько? Полгода. О, уже Да. полгода. SVH Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում SVH Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ Ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ SVH Travel, երբ ճանապարհորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Եվրոպ ենիմրը ծնոս է, վերապսեց քուցնոս է։ Մենք նոր լեզու չենք օրին հեսա պարզապես, մենք զրուցում ենք ասելով բառերը հակառակ, ճիշտ եմ ասում։ Այո, ճիշտ եք ասում։ Սա ինչ ունակություն է, Արմին է։ Ինքս իմ մեջ եմ ձեռք բերել։ Ինքնուրույն ծագել է, որ տարիքով։ 7 տարեկանում։ Շատ հետաքրքիր ունակություն ես, վստահ եմ, որ զարմացնելու ես մեր ժյուրի անդամներին։ Հաջողություն եմ քեզ մաղթում, կհանդիպենք ելույթիցդ հետո, վստահ եմ, որ արդեն անցած հաջորդ փուլ։ Դե գնա։ Բարև ձեզ։ Ես Արմինեն եմ Գասպարյան, 19 տարեկան, քաղաք Աբովյանից, խոսելու եմ հակառակ այսօր։ Այսինքն Բառերը հակառակ եմ ասելու։ Վերջից սկիզբ։ Իսկ դե երաժիշտների մեջ կա տենց հորինված լեզու սարթերեն, որ խոսում են իրար մեջ, որ խարեբնաճ, այդ դուք խոսալու եք լրիվ հակառակը։ Այո, լրիվ հակառակ։ Իսկ տանը այդպես եք խոսում բոլորի հետ, ընկերների հետ։ Չեն հասկանում։ Այս խեղվածությունը որտեղից սկսվեց ձեր մեջ։ Ես 8 տարեկան էի, առաջի բառը շախմատն է եղել։ Վերջից սկիզբ կարդացի ու տեսողական հիշողության միջոցով սկզբից մինչև վերջ բառերը գրում էի, վանկատում ու հակառակ էի ասում։ Ու այդպես հիմա ոնց էսպես եմ խոսում, կարողանում եմ հակառակ այդպես խոսել։ Իսկ շախմատը օրինակ հիմա Տամ խաշ։ Վայ կներեք։ Սկսեմ ես։ Սկսեք։ Օրինակ ասեք Շանթ հեռուստաընկերություն։ Ցնեշ նույթուրեկնը ացուրը։ Մի րոպե, մի հատ ստուգենք։ Չի հասցնում կարդա, չի հասցնում կարդա հակառակը։ կներեք։ Ասեց արդեն, ճիշտ ասեց։ Նույթուրեկնը ացուրը։ Դու ո՞նց հասցրեցիր ֆիքսես այդ կանար։ Նույթուրեկնը ացուրը։ Մտքի ուղիղի վարժանք է, որը իրոք շատ կարևոր է։ Վաու։ Ես շատ եմ սիրում թաքնված տաղանդ հեռուստա նախագիծը։ Սեյ տաշմուրից ծավանքատնաղատ ըծիկախան ացուրը։ Ես մի քիչ գիտեմ ղազախ, ոնց որ ղազախերեն լինի։ Ես կարող եմ մի բան էլ ասել։ Այո։ Ինձ հետաքրքիր է, էլի կներեք, ես շատ եմ ասելու։ Մենակ կատակ կանեմ։ Կանեմ կատակ մենակ։ Բարի երեկո, հարգելի հանձնախումբ։ Իրապոգել է իլեգրա հանձնախումբ, մուխ հանձնա։ Ամարած դեն ստուդիո։ Սարամաս նետ օյդուց։ Ապրես այդ ես էլ գիտեի։ Իսկ մի վարքյան, իսկ եթե օրինակ մենք թարս ասենք, դուք կարող եք ճիշտ ասել։ Փորձենք։ Սյուզաննա մի հատ ունակություններդ։ Կաղապղապ կնիպ իրեբ։ Պաղպաղակ պինք բերի։
Վաու։ Ես պապանձվել եմ, վերջ, всё, հանձնում։ Փոկակապ Հակոբ Պապի։ Ինձ համար մի փոք կապի, որ քեզ ասեմ փոկակապ Հակոբ Պապի։ Նորից։ Փոկակապ Հակոբ Պապի, ինձ համար մի փոք կապի, որ քեզ ասեմ փոկակապ Հակոբ Պապի։ Այդ պիտի սկզբից հայերեն սովորեմ, հետո հակառակ ասեմ։ Լավ, եկեք փոկակապ Հակոբ Պապի, ինձ համար մի փոք կապի, այսքան է։ Փող կակա, պակա փոկա իպապ, նիրամա իմ կապխո պիպակ։ Ստացար։ Այստեղ նույնիսկ ChatGPT-ին չի օգնի։ Արդեն ասեց, լավ, ինչ եք։ Ապրես բալես։ Բայց ես էլի մի բան ասեմ։ Սա ձեզ չէր վերաբերվում։ Ձեզ չէր, այս մենք ենք։ Եթե ես անցնեմ հաջորդ փուլ, ձեզ ավելի կզարմացնեմ։ Եթե սեն մենց նադրոջահլուբ, զեց իլևա մենց հանդրամ կզարմացնեմ, մենց համրազ ռազակ։ Աստված իմ լրիվ ղազախերեն այս լեզ։ Առանձին ինչ-որ լեզու է, չէ։ Մի բան հարցեմ, այո, եթե անցնեք հաջորդ փուլ, մեզ ավելի կզարմացնեք, ինչով։ Կարող եմ բանաստեղծություն հակառակ արտասանել, բայց դա կարող եք սովորել տանը։ Իսկ երգում եք ընդհանրապես, թե։ Հա, երգում։ Երգում եք։ Օրինակ եք ինչ-որ երգ հակառակը երգեք։ Հա։ Օրինակ, որ երգը։ I surrender-ը օրինակ։ Չէ, անգլերեն չէ։ Լավ, հայերեն թեքու։ Ես ռեկորդ ունեմ նաև Արամեի մայրիկով, հակառակ երգել եմ։ Մի հատ ճիշտը երգեք, հետո դրա թարսը։ Ես քեզ սիրում եմ, մամա, աշխարհում այս դու միակն ես, դու անքուն իմ հրեշտակն ու կյանքն ես, քեզ պաշտում եմ, մամա։ Հակառակը դառնում է պապա։ Sei zekmuris me ama Znirama okres kreje Unigo okrezeite Unia imat posepnia sepsni ami Բջերներ Տիգրան։ Օյա։ Ես ձեզ շատ հարգեցի, բայց ինչ որ արտարոց բան հաջորդիվ չեմ սպասում եւ ձեր լեզվով երևի ասեմ, ճիշտ եմ ասում, չո։ Ճիշտ եմ ասում, չո։ Արմինե ջան, կարծում եմ առաջի փուլի համար այն ինչ պետք էր դու արեցիր, զարմացրեցիր, բայց չգիտեմ, կարծում եմ, որ էլ սրանից ավել չգիտեմ ինչ պետք է լինի, որ մենք զարմանանք, որովհետև Տիգրանը նոր տեղում ինչ որ արդեն բարդ նախադասություն ասեց եւ դուք իրեն շատ բարդ, հա, փորձեցիք կատարել, ճիշտ։ Դրա համար ես երևի թե կասեմ, թե ոչ։ Կներեք։ Շնորհակալ եմ շատ։ Ես կարամ չխոսամ։ Գիտեմ։ Ինչ գիտեք։ Ես ասում եմ Օյա։ Քերպա։ Ես ասում եմ օյա, որպեսզի մաղման փուլում իսկապես աշխատեք այնպես անել, որ այս երկու չովերը դառնան օյաներ։ Փորձեք։ Շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ շատ։ Ես քո համար անակնկալ ունեմ։ Այ տեսնում ես թե որքան այստեղ համեղ պաղպաղակներ կան։ Սեյ տաշմեմ ռիսկ նիպ ի ռեփ սիարե գրուպ կաղապխապ։ Այս բուրգեր։ Ինչպես կլինի։ Սիարե գրուպ։ Ուրեմն վայելիր։ Բարև ձեզ, ես Սաթենիկ Սարգիսովան եմ, 12 տարեկան եմ, եկել եմ ձեզ ներկայացնեմ իմ երգը ֆրանսերենը, Mademoiselle Chante le blues, Patricia Cass։ Ձեզ հաջողություն։ Qui militent dans la rue avec
Mademoiselle body rouge, mademoiselle chante le blues. Y'en a qui est pas sûr, qui t'assure des machines. Y'en a qui font la cure masculine, féminine. Y'en a qui laissent les bosses comme les vitrines et dynamènes. Vivant des cinémas qui font arpère Marilyn. Mais Marilyn, je pas, ça jamais normatine. Faut pas créer une tanale, c'est cousin chez Martine. Mademoiselle chante le blues. Sois pas trop jalouse, mademoiselle pas du rouge. Mademoiselle chante le blues. Et Nazi gospel dans la roi. Elle est quoi? Y'en a qui font ramener avocats de pharmacie. Y'en a qui ont te dit composant mais je t'aime. Y'en a qui sont vieilles filles, qui continuent à couler et dynamène. Qui jouent famille biérie, dit marty cardinal. Qui mille aussi au rose et imaginal. Qui mille de terre bien sans jamais faire mal. Mademoiselle chante le blues. Sois pas trop charlouse, mademoiselle pas du rouge. Mademoiselle chante le blues. Et Nazi gospel dans la roi. Elle est quoi? Mademoiselle chante le blues. Տեսնենք ինչ կասի մեր ժյուրին։ Շատ հասուն ես բեմում, շատ հասուն է ձայնդ։ Իհարկե շարժումների ընթացքում 1 2 3 4 այդպես էր։ Ինչ որ վերաբերվում է երգին, ինչ որ վերաբերվում է աչքերիդ, բեմական կեցվածքիդ համաձայն եմ։ Ես էլ Տիգրան կանեմ եւ միանգամից կասեմ այո։ Սաթենիկ ջան, նախ ողջունում եմ ձեզ մեր նախագծում։ Երկու մասի էր բաժանված քո ելույթը, հատկապես երբ որ սկսում էի շարժվել, զգացվում էր, որ ամաչում ես շատ, բայց երբ սկսում էիր երգել, արթնանում էր շատ համարձակ մի աղջնակ, այդ ծափերից երևի թե հասկացաք ինչքան դուք հանդիսատեսին լավ իմաստով ձեզանով արեցիք, այսպիսի արտահայտություն կա մեզանում։ Իհարկե կա աշխատելու տեղ շատ, բայց 12 տարեկանի համար այսքան հասուն ելույթ եւ ծափեր միանշանակ բրավո։ Շատ շնորհակալություն ձեզ։ Այո, եւ մի հարց էլ, Սաթենիկ ջան, ունեք կրթություն, սովորում եք ինչ որտեղ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, մեկ էլ Ծիածան վոկալ ստուդիայում։ Օ։ Երաժշտական դպրոցում սովորում եմ արդեն 7 տարի։ 7 տարի, բրավո։ Շնորհակալություն։ Եվ ես ուզում եմ նշել ձեր փողկապը, որը ինչքան բեմական է, անընդհատ աչքս ֆիքսում էր։ Շնորհակալություն, որ այս տարիքից դուք գիտեք ինչպես բեմ բարձրանալ, որը ամեն մեկին տրված չէ։ Մերսի։ Ես եմ շատ շնորհակալ։ Bonjour Սաթենիկ։ Հրաշալի երգ էր ընտրել։ Վոկալիտ, տեմբրիտ, ֆանտաստիկ տեմբրիտ մասին խոսել ուղղակի ավելորդ եմ համարում, բայց շարժուձևը մեզ պակասում էր։ Սիրում, պլաստիկան, հա, որը շատ կարևոր է բեմում։ Ես էլ եմ մի անգամից ասում քեզ այո։ Oui։ Սաթենիկ ջան, ծննդականդ բերել ես։ Մամայի մոտ է երևի։ Չէ, իրականում, եթե ես աչքերս փակ լսեի քեզ, կհասկանայի, որ ինչպես ընկերներս ասացին, բավականին հասուն, պատրաստված, ճանապարհ անցած երգչուհու եմ լսում, բայց ինձ աչքերս բացեցի ու հանդիպեցի նույն մեր գործընկերուհուն, իմ Վիկայի ասածներին, երբ որ բեմական պլաստիկան դերասանի վարպետության հետ կապված մի փոքր թերացումներ կա, բայց կա մի ուրիշ հանճարեղ բան, դա անկախ քեզանից է, Աստվածատուր է այստեղ
բեմը սիրում է քեզ, ինչ որ մի հատուկ էներգիա է գալիս։ Ուղղակի մի քիչ աշխատում ես մնացած ասածներից վրա եւ ամեջապես բեմը գրավում ես դու։ Շատ լավիկն ես, ապրես, ես ասում եմ այո։ Շատ շնորհակալություն ձեզ։ Սաթենիկ ջան, մեծ սպասումներով, շատ մեծ սպասումներով։ Ես քեզ ասում եմ այո։ Շնորհակալություն։ Ունեք 4 այո։ Սպասում եք ավելի վստահ հաջորդ փուլում։ Ապրես։ Գորա, հիմա կարող ես ասել խորոշուչ։ Սպասում էի նման արդյունք։ Որ ճիշտն ասեմ, ես մտածում էի իմ բարի մասին, ոնց կպարեմ вообще։ Դե բարը իհարկե տենց լավ չստացվեց, բայց ես ուրախ եմ, որ իրանց դուր եկավ իմ երկածը։ Տեսնում ես ինչ շանս է ստացել դու։ Հիմա պետք է արագ շտկես այն ինչ որ ասեցին եւ մի շատ լավ համար պատրաստես։ Լավ, պայմանավորվեցինք։ Այս փողկապի հեղինակով է։ Ստեղի դիզայները։ Դե ուրեմն մյուսին սպասում ենք այլ ավելի հետաքրքիր հագուստ ապրես։ Շնորհավոր։ Օրվա ընթացքում շատ եմ վազում, փորձում եմ ամեն ինչ հասցնել, երբեմն հոգնում եմ եւ ուժասպառ լինում։ Իսկ ինչ եմ անում այդ դեպքում։ Խմում եմ Royal Armenia սուրճի ցանկացած տեսակ եւ վերականգնում ուժերս ու վազում դեպի նոր գործեր։ Սուրճի վերամշակմամբ ու փաթեթավորմամբ զբաղվող առաջին ընկերությունը Հայաստանում, շուրջ 30 տարի շուկայում, Royal Armenia։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Քանի տարեկան ես։ 10 տարեկան։ Ինչ ես երգելու։ Իտալական O Sole Mio երգը։ Շատ լավ։ Դե երգի լսենք։ Serena, tu buona tempesta, l'aria fresca, pareggiana festa, che bella cosa una giornata sole. Oh, sole
Քեզ ասել են, որ դու փոքրիկ Լուիս Միգելին ես նման։ Ոչ։ Չէ, սանրված կդ բան այսպես բաց գույների մեջ, ոնց որ փոքր Լուիս Միգելը լինես։ Ում էիր նայում ընդեղ անընդհատ։ Քո աջ կողմում։ Ելույթից ժամանակ։ Հայրիկիս։ Հայրիկիդ։ Իրա համար էր երգը։ Չէ, սաղի համար։ Կրկներքի 1-ից 6 նոտան հրաշալի երգում էիր։ Այդ հրաշալի կրկներքի նոտաներից հետո տունի ժամանակ այդքան էլ լավ չի երգեցիր։ Այդ չգիտեմ, ինչն էր խնդիրը, ինչը խանգարեց քեզ, որ ներքևի նոտաներում այդքան էլ լավ չերգեցիր։ Շունչը չէր քեզ ուղղակի։ Հուզմունք էր։ Հա։ Եկեք ծափահարենք։ Երանի ես մաքրությունից ու ազնվությունից շատերս ունենայինք բեմում։ Նախ քո համարձակությանը բրավո, շատ գեղեցիկ ես բեմում, այս ամենը քեզ շատ սազում է, բայց չեմ կարող չնշել, որ կային այս կոնկրետ թերությունները, իսկ Got Talent Հայաստանը առանց թերությունների ելույթների է սպասում բալես, հա? Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես անկեղծ այս տարիքում բավականին կազմակերպված մարդ տեսա բեմի վրա, անկախ նրանից, թե մասնագետներն ավելի նեղ ինչ կասեն, բայց տաղավարի կանգնեց, երգեց, ասեց, այսքանն եմ կարում անեմ, լսեցիք, հիմա ասեք։ Ապրես դու։ Դա կոչվում է ֆորտե եւ պիանո, ֆորտե ֆորտիսիմո, պիանո պիանիսիմո։ Ես քեզ շնորհավորում եմ, դու շատ արտիստիկ ես, շատ սիրուն ես, շատ լավն ես ու կարծում եմ, որ հետագայում լիքը լավ բաներ ա սպասվում քեզ, եթե այսպես շարունակես։ Բարի ձաձան կասի կարծիքը։ Այո։ Քանի որ ես չգիտեմ ինչ են որոշել իմ գոլեգաները, ես ուզում եմ իմ կողմից քեզ ապահովել մեկ այոյով այս փուլի համար։ Շնորհակալ եմ, Տարոն ջան։ Տարոն ջան, ես քեզ շատ վստահ ասում եմ այո։ Ապրես։ Թող իմ ոչը քեզ էլ ավելի ուշ տա, որպեսզի դու հաջորդ անգամ, հաջորդ դասին էլ ավելի լավ ելույթ ունենաս, լավ։ Շնորհակալություն։ Լավ ես։ Հա։ Հեշտ էր ամեն ինչ։ Այդքան էլ չէ։ Որ մասներ դժվար։ Երկրորդ քարյակի սկիզբը։ Հա, դու զգացիր, որ մի քիչ այն չէր։ Հա։ Հա, ամեն ինչ իմացել ես ոնց ես երգել, զգացել ես։ Հա։ Թե ոչինչ, կարևորը անցել ես եւ հաջորդ փուլում շատ ավելի լավ կարող ես, չէ՞, պատրաստվել։ Հիմա անցել է։ Անցել ես հաջորդ փուլ։
Ապրես Անուշիկ ջան, շատ ապրես։ Իրականում սպասելիքները շատ ավելի մեծ էր, որովհետև շատ գեղեցիկ ես ներկայացել, ամեն ինչը շատ ճիշտ, շատ կուզենայի, որ ավելի պատրաստված լիներ, կերպարը, ամեն ինչը հիանալի էր, բայց մենք ունենք տեխնիկայի, հա, ռիթմի հետ խնդիր, միանշանակ ինձ խանգարում էր ես ամբողջովին վայելեի քո ելույթը, այսքանը։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես համաձայն եմ, ես սեղմեցի, որովհետև արդեն պարզ էր ինձ համար։ Դհոլը փայլում էր, բայց ձեր կատարումը չէր փայլում։ Հետո կխոսենք վճիռների մասին, Սյուզաննա։ Ինձ համար 3 մասի էր բաժանված ձեր ելույթը, սկիզբը շատ էսպես դե մեր դհոլն է, ես անգամ շաքաղվեցի սկզբում, սկիզբը ու վերջը ինձ մասամբ համոզիչ էին, բայց ընթացքում այնքան եղան այդ վրիպումները եւ ես նկատեցի, որ ոնց որ տպավորություններ, որ կեսից հոգնեցիք։ Հիմա գուցե մտածեք հեշտ են խոսում դհոլ խփել է, այդպես տիրապետելը հեշտ բան չի, բայց դու ձայնով ես դհոլ խփում։ Շնորհակալություն։ Դե ինչ ասեմ։ Թերություններ կային մեկ բառով ասված ձեր ելույթի մեջ։ Շնորհակալություն։ Անուշիկ ջան, մենք գիտենք, որ դհոլը հատուկ չի աղջիկներին, իսկ ինչու հենց դհոլ ու ոնց եղավ, որ դհոլ այս հարվածային գործիքը։ Այսպես պատասխանեմ, փոքրուց շատ սիրել եմ հարվածային գործիքները ու իր այդ նվագային հեռուստացույցով շատ եմ տեսել, բացի դրանից տատիկիս պապիկը դապ քամանչա նվագող է եղել եւ փոքր գյուղերում նրան միշտ կանչել են, որ հարսանիքներին նվագի, ինձ թվում է գեներով է եկել, բայց տանը փոքր դհոլ ենք ունեցել, տատիկիս տանը ու այդտեղ ես տեսա դա ու այդ իմ ամենասիրելի խաղալիքն է եղել ու ես մինչև այսօր դա սուրբ պահում եմ։ Չգիտեմ, համարձակ քայլ է դհոլին մոտենալը, աղջիկը այսքանը թերևս։ Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում կընդունեք որպես խորհուրդ։ Ես ձեզ կասեմ ոչ։ Հաջորդ փուլը մեզ պետք է զարմացնել, իսկ ինձ համար դուք ունեք տեխնիկայի խնդիր, հա, իսկ եթե տեխնիկան չկա, ապա չենք կարող զարմացնել, այդ պատճառով կասեմ ոչ։ Անուշ ջան, ես իրականում ուզում եմ տալ ձեզ այդ հնարավորությունը, որովհետև ինչպես իմ գոլեգան ասաց, աղջիկը դհոլը, ես ուզում եմ դուք ապացուցեք, որ իգական սեռը կարող է ամեն ինչ ես աշխարհում։ Ես ձեզ ասում եմ այո։ Մերսի։ Ափսոսում եմ, որ հիասթափեցնելու եմ բոլոր այն ընկերներիս, ովքեր սպասում են ինձանից ասել ոչ, ես ասում եմ այո։ Դուք անցնում եք ֆիլտրացիայի փուլ, Անուշ ջան, սպասում ենք։ Մեսի։ Շնորհավոր, անցար, շատ լավ է, ոնց է դհոլի վիճակը, այսինչ գլամուրային դհոլ է, կպատմես մի քիչ, հատուկ է պատրաստված այսպես աղջիկական, հա։ Իրականում ավելի ուրիշ տեսակի այլ կան, ուղղակի հագուստիս, բեմական կեցվածքի հետ ընտրեցի սա ու շատ հոգեարազատ է հենց այս գործիքը, որովհետև իմ տեմբրն է հենց ասեմ, սենց ասեմ։ Ինչ լավ է, որ շանս տվեցին քեզ, որովհետև գիտեմ, որ այլ գործիքների վրա էլ ես, չէ՞, նվագում։ Հաջորդիվ լսելու եք։ Իհարկե, միանշանակ շատ լավ պատրաստվես։ Քեզ տրվել է վերջնական շանսը, որ դու ապացուցես, որ դու կարող ես լինել այո այս նախագծի մասնակից։ Կապացուցեմ միանշանակ։ Սոված եք, ուզում եք բուրգեր ուտել, իսկ գիտեք, որ առաջին բուրգերը ստեղծվել է հենց Հայաստանում։ Չեք հավատում, հիմա ապացուցեմ։ Ահա այն, բուրգերը, այս բուրգերը, Pinkberry այս բուրգերը, առաջին պաղպաղակ բուրգերը Հայաստանում։ Շուտ վայելեմ, քանի մասնակիցները չեն փախցրել, իսկական հայկական հրաշալիք։ Pinkberry պաղպաղակներ վաճառվում են ամենուր։
together with a lot of taxes. The sum in our brains, the contradiction in terms, evolution reverse. Things should get better, but instead it gets worse. We see it all happen, safe distance on the telly, happens happen around the world. Pick your dreams, crash your belly. Like this bad case of virus, emerging from the soil instead of finding a cure. We just dance the boys, so purulent matter is flooding the sea. Just keep on dumping out pie your face. We constantly leak out smoke, healing walkers on. But when I read the smokers down, we know what we have done. Mountains of waste, moved by all the bodies like towers above, we're reaching for them skies. Too bad we couldn't stay, we're on our way. Straight on down the drain. We're taking off today, so get on board the train. Too bad we couldn't stay, we're on our way. Straight on down the drain. We're taking off today, so get on board the train. But the earth's still round. Going down the rain, going. Ողջույն։ Շփտացեք։ Ամեն ինչ լավ է։ Ապրեք։ Ինձ համար ինքը հանգիստ հետաքրքիր հիփ-հոփի ինչ որ սիրուն բեմադրություն էր, բայց ոչ Got Talent-ի, հա։ Այստեղ պետք է զարմացնենք, այստեղ պետք է տեխնիկա ցույց տանք, այստեղ պետք է շատ ավելի խարիզմատիկ լինենք եւ ամենակարևորը պետք է շատ սինխրոն լինենք, որը որ չունենք մենք ափսոս։ Եթե ես համեմատում եմ այնտեղ անգամ ֆիլտրացիայի փուլ, հա, ովքեր որ անցել են, շատ աշխատելու տեղ ունեք։ Երևի թե այսքանը, մի քիչ շատ են հակասությունները մեջս։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Պարարվեստը սիրում է արտիստներին ժպիտով տեսնել բեմի վրա։ Ես ուզում եմ որ դուք անպայման դա պահեք։ Նայեք, միջև անգամ վերջում վերջացավ, խոնարհվեցիք էլի անհամաչափ։ Դերևս այսքանը կասեմ։ Այս ամենի մեջ իհարկե ինձ շատ դուր եկավ դասամիջոցի զանգը։ Հիշեցի թե ինչպես էի սպասում այդ դասամիջոցի զանգը դպրոցում, հատկապես վերջի դասի։ Շնորհակալ եմ, բայց նման չէր մեր զանգին։ Ես կարծում եմ, որ դուք երբ որ նայեք ձեր ելույթը, դուք ամեն բան կհասկանաք, թե ինչու այսքան նկատողություններ ստացաք։ Կլինեմ այսօր շատ բարի մաթեմի ուսուցիչ եւ կասեմ այո։ Շնորհակալություն։ Ես էլ այսօր կլինեմ ձեզ հետ շատ բարի եւ ես ձեզ ասում եմ այսօր այո։ Շնորհակալություն։ Որ այո, ես քիչ ասեմ ոչ։ Ես ասում եմ ոչ։ Շնորհակալություն։ Դուք արդեն ավտոմատ ֆիլտրացիայի փուլում եք։ Ես ձեզ եւս ասում եմ ոչ։ Շնորհակալություն։ Պատրաստ եք հիշություն անելու։ Գնացինք 1 2 3 Հայտարարել շատ սիրելի Ալադին մուլտֆիլմի սաունդթրեքն է եւ ես կարծում եմ երեխաներին եւս հաճելի եւ շատ արդյունավետ կլինի նաեւ այս ձևաչափով հանդես։ Me
Ինչպես է կոչվում ձեր խմբի անունը։ Մենք Նորգեղի արվեստի դպրոցի երգչախումբն ենք։ Շատ լավ ապրեք, որ եկել եք։ Ձեզ նայելով հիշեցի, թե ինչպես է ես երգչախմբում երգում 90-91 այդ թվականներին Արցախյան պատերազմի ժամանակ մեր խումբը կոչվում էր Արցախի բալիկներ եւ մենք գնում ենք այդպես համերգներ եւ մոտավորապես մեր բեմական հագուստը շատ նման էր ձեր բեմական հագուստին։ Չգիտեմ, մտովի գնացի այնտեղ, բայց մենք իհարկե անգլերեն չենք երգում, ազգագրական, հայրենասիրական երգեր էինք երգում։ Ես վստահ եմ, որ ձեր ռեպերտուարում դուք էլ ունեք հայերեն երգեր, չէ՞։ Հետաքրքիր ինչու եք որոշել այսօր հենց անգլերեն երգել։ Մենք հիմնականում դասական երգչախումբ ենք, բայց որոշեցինք ուրիշ այս ոլորտում փորձել մի քիչ ուժեղ, մեր ուժերը փորձենք այս ձևաչափում։ Կոմիտաս երգում եք։ Այո։ Սիրուն եք երգում։ Կարող ենք երգել, եթե ցանկանում եք։ Կերգեք։ Ցանկանում ենք, այո։ Ես ողջունում եմ ձեզ, սիրելի երգչախումբ, իհարկե հաշվի առնելով, որ դուք դեռ շատ փոքր եք եւ աճելու շատ տեղ ունեք ու աշխատելու, որպես բազմաձայնություն, սիրելի փոքրիկներ, որոշ տեղեր կային որոշակի ոչ մաքուր նոտաներ, սա չեմ ասում ուղակի դիտողության տեսքով, այլ որպես ձեզ ավակ ընկեր, ով ձեզ խորհուրդ է տալիս, լսելով ու տեսնելով առաջին անգամ ձեզ։ Իդեպ Անդրե, ես ինձ համար բացահայտում էր, որ դու երգել ես երգչախմբում, ամեն օր ես բացահայտում եմ։ Ասեմ ավելին, ես ու Ռազմիկն ենք երգում այդ երգչախմբում։ Այս փուլի համար կարծում եմ ինձ համար համենայն դեպս բավարար է։ Շնորհակալություն։ Ոգևորված եմ, որ կամ մեր մարզերում մանավանդ երգչախմբեր, ուզում եմ ոգևորել ձեզ ու ասել ապրեք, բայց շատ ուզում եմ նաև հաշվի առնեք բեմական ձեր կեցվածքը, ձեր ձիրքը, բեմի վրա կանգնելու։ Ես կուզեմ, որ այդ բեմական էսթետիկան, այդ բեմական կեցվածքը դրա վրա շատ կարևոր ուշադրություն դարձնեք։ Այս բոլորը հաշվի առնելով ես ուզում եմ ձեզ ասել այո, միանգամից ասեմ։ Դուք հիմա շատ գեղեցիկ եք, շատ անուշիկ եք, արեցիք այն ինչ որ կարող եք, բայց դեռ մեզ չեք զարմացրել, այնպես որ սպասում ենք ձեզ հաջորդ փուլին, շատ ավելի պատրաստված, լավ, եւ վերջում ոնց ասեցիք դուք երգի վերջում, yes, ես ձեզ ասում եմ yes, այո։ Կոմիտասից հետո փոխվեց իմ կարծիքը, որովհետև իսկապես լավ չէր կատարումը Կոմիտասի։ Երկրորդ ձայն երգողները լրիվ այլ տոնայնության մեջ էին երգում։ Իմ ոչը թող ոչ թե կոտրի ձեզ, այլ թող ավելի ոգեշնչի, որպեսզի մաղման փուլում ավելի շտկված, ավելի մաքուր, ավելի լավ ելույթ։ Ես կասեմ ոչ։ Մենք սրտատրոփ սպասելու ենք, թե ֆիլտրացիայի փուլում դուք ինչ եք անելու։ Այս փուլում ձեզ ասում եմ ոչ, բայց դուք ունեք երկու այո, դուք անցնում եք ֆիլտրացիայի փուլ։ Շնորհակալություն։ Երեխեք ուրախ եք, որ անցաք։ Այո։ Ես սպասում ձեզ հաջորդ փուլին, անպայման կզարմացնեք բոլորիս։ Լավ ենք պատրաստվում։ Շուտ ենք քնում, ուշ չենք քնում, լավ հաց ենք ուտում այս մի քանի օրերի ընթացքում, լավ, որ կարողանանք ել ավելի լավ ուժեր ունենանք ու պատրաստվենք, լավ։ Դե գնացեք, ապրեք։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ պարզապես փնտրում եք վստահելի սերվիս եւ օրիգինալ ավտոպահեստամասեր, L-Drive Holding-ն առաջարկում է ամբողջական եւ համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն եւ նորագույն տեխնոլոգիաներ։ L-Drive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ ու ժամանակակից։
Ինչ ես երգելու։ Բարության ծառը։ Քանի տարեկան ես։ 7։ Որտեղ ես երգում։ Ստեղ։ Վայ ուտեմ քեզ։ Իսկ Շատ անկեղծ է։ Իսկ երգել շատ ես սիրում։ Այո։ Քեզ հաջողություն։ Լոլա, ինչի՞ց է որ չես երգում ժպտում ես, բայց հենց երգում ես չես ժպտում։ Չգիտեմ։ Բա ով գիտի։ Չգիտեմ։ Իլոնա ջան, իրականում այնքան անուշիկ բալիկ ես։ Լցրեցիր տաղավարը մեր գույներով, նախ դու ինքդ ոնց որ մի հատ շատ գեղեցիկ ծաղիկ։ Ախր ես չգիտեմ, ժողովուրդ ոնց կարելի է այս երեխային ասել ոչ։ Պարի հաճախում ես։ Այո։ Որ պարերն ես ամենաշատը սիրում։ Հայկական։ Բրավո։ Այստեղ էլ ծափարեցինք քեզ։ Ապրես, ես քեզ ասում եմ այո արդեն։ Բրավո։ Աստվածատուր մի բան ունես, այնքան պարզ ես, այնքան հստակ ես, ոչ մի բան դասավորված չի։ Ուղիղ, հստակ, դրա համար ասում եմ այո։ Ես էլ եմ քեզ շատ սիրել, շատ լավն ես, արդեն ունես 2 այո։ Այս փուլի համար ես կասեմ ոչ։ Քանի որ ես ուզում եմ, որ դու հայտնվես ֆիլտրացիայի փուլում, որտեղ եւս մեկ անգամ կունենաս շանս ելույթ ունենալու եւ ավելի համոզիչ մեզ լինելու, միայն դրա համար ես քեզ ասում եմ այս փուլի համար ոչ ու սպասում եմ ֆիլտրացիայի փուլում։ Շնորհակալություն։ Գիտեք, յուրաքանչյուրի մոտ, յուրաքանչյուրի կյանքում իմ կարծիքով կա մարդ, ով առանձնահատուկ տեղ է գրավում իր սրտում։ Ինձ համար այդ մարդը իմ հայրն է։ Նա սովորեցրել է ինձ խաղալ շախմատ եւ ես հասկացա, որ այդ խաղը սովորական խաղ չէ։ Դա կարելի ասած ընտրության մասին է։
Ես կարող եմ մտածել մի քանի քայլ առաջ, ընտրություն կատարել ճիշտ եւ հասնել նպատակիս։ Նույնպես առաջին հնարքս ինձ սովորեցրել է հայրս եւ այդ պահից աճպարությունը դարձել է ինձ համար կյանքի իմաստ եւ այս համարը կուզենամ նվիրել հայրիկիս եւ եթե գիտեք խաղում եք շախմատ, այս խաղը երկու հոգով են խաղում եւ ինձ պետք է հակառակորդ երևի Անդրե դուք կմիանաք ինձ, բայց այս խաղը խաղալու ենք մի կողմից, այսպես սպիտակ։ Գնամ, եթե անհետանամ, փորձենք ասեք մեղած։ Այդպեսի բան ուշադիր նայում եք, սա շատ կարևոր է։ Ես ավելի ուշադիր նայեք։ Ես որոշակի գործողություններ եմ կատարում խաղաթղթերով, հետո շարժում եմ խաղաքարը, ճիշտ եմ ասում։ Այո։ Հետո սեղմում եմ ժամացույցը, դրանից հետո դուք կրկնում եք այն, ինչ որ ես արեցի։ Պատրաստ եք։ Դուք պատրաստ եք։ Այո։ Խաղը սկսվում է այսպես, եւ սեղմում եք ժամացույցը, ես սկսեմ։ Լավ։ Okay. Շնորհակալություն։ Բայց եւս մեկ բան, Շնորհակալություն խաղի համար։ Բոլորի շնորհակալություն այս բանը։ Հետաքրքիր է շատ բավականին, ավելի կենտրոնացած եմ եղել այդ շախմատի շարժումներին, քան խաղաքարտին, բայց չէ, երկու կալոդ են տարբեր, սև կալոդ եւ կարմիր կալոդ, եւ մենք ենք ընտրել մեկ այդ խաղաքարտը, այսինքն այդտեղ վրիպում իհարկե կա, բայց չգիտեմ որտեղ է։ Ժողովրդական լեզվով ասած ասում է ինձ, բայց չգիտեմ որտեղ են։ Քցում չէ։ Խափում, հա։ Ես իհարկե զարմացած եմ ինչ որ տեսա, բայց նաև որպես աճպարարություն ու գիտեմ որ այստեղ իմ աչքերը պարացրեցին
եւ մի բան իմ գլխինոյին դրեցին, չի կարա իրական լինի, այդ չի կարան չգիտեմ, դրա համար զարմացած եմ, անդադ ման եմ գալի գտնեմ, հետարքիր համար էր, բրավո։ Շնորհակալություն։ Ինձ համար այստեղ կա մի աուրա, որը հետաքրքիր է, իսկապես հետաքրքիր է հետոն ինչ է լինելու ու այս փուլի համար ինձ համար բավարար էր ձեր համարը։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքրությամբ է նայում, շատ լարված։ Մեկը չհասկացա, ոնց բնականաբար կատարվեց։ Ես էլ երևի թե կասեմ, որ այս փուլի համար բավարար էր, հետաքրքիր էր, այո։ Շնորհակալություն։ Հետաքրքիր էր լինել մասնակից ձեր համարում, շնորհակալ եմ, որ ինձ հենց ընտրեցիք, հետաքրքիր էր եւ ամեն բան, ես կարծում եմ, որ շատ պրոֆեսիոնալ էր, կարևորը։ Ես ամեն դեպքում ասում եմ այո իհարկե, բայց այն վերջում, որ իմ թագավորին խփեցիք, գցեցիք, ես նույնը չկրկնեցի, այդտեղ մի փոքր ինձ ուշիմլոննի եմ զգում, ասեմ ռուսերեն, որ չթարգմանեմ։ Դա իմ հնարքն է, դրա համար ես պետք է այդ դուք պետք է խփեիք, հա, հասկացա։ Լավ։ Ես էլ եմ ասում այո, ու սպասում եմ Դեյվիդի համարներից էլ անեք։ Մեկ էլ ռեսկի տենց սևը սպիտակ դառնա անբացատրելի ձևով։ Փորձեմ։ Վիկտոր ջան, ես նույնպես ձեզ ասում եմ այո։ Շնորհակալություն։ Ես ճիշտ ասած մի քիչ վիրավորված եմ, Վիկտոր ջան։ Ոնց կարելի է նայել մարդու աչքերի մեջ ու խաբել։ Դուք ես նոր հետ էիք անում, բայց ասեմ շատ պրոֆեսիոնալ էիք խաբում։ Շնորհակալություն։ Այո։ Ես չեմ խաբում։ Խաբելի նկատի ունենք, որ ֆրցնում մեզ։ Դուք ունեք 4 այո եւ անցնում եք հաջորդ փուլ։ Շնորհավորում ենք։ Իսկ ավելի ուրիշ հետաքրքիր համարներ մտածել եք, արդեն ունեք, աշխատում եք դուք այդպես որպես աճպարար։ Այո, աշխատում եմ եւ պատրաստել եմ իհարկե հաջորդ փուլերին ցույց կտամ ընթացքում, կտեսնեք։ Իսկ դուք տեսել եք այնտեղ մեր փոքրիկ շնորհքին։ Տեսակ։ Ինչ եղավ ձեր կոստյումից ընկավ։ Մերսի։ Լսել եմ, շատ մարդիկ պարզապես խենթանում են միլկին կատնամթերքի եւ հատկապես յոգուրտների համար։ Փորձենք։ Եթե խենթանամ, ուրեմն ճիշտ էին ասում։ Նախ ընտրեմ, որ համնեմ վայելելու։ Երևի թե հենց սա այսօր։ Միլկին համեղ ընտրություն ողջ օրվա համար իսկապես գժվելու էր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Դավիթ Ոսկանյանն եմ, քաղաք Վանաձոր։ Այսօր պետք է ձեզ ներկայացնեմ էքստրեմալ ուժային եւ յոգային վերաբերվող անհավանական տրյուկներ, հնարքներ։ Կարծում եմ ձեզ բոլորիդ դուր կգա։ Դուր կգա եւ երևի թե ոմանց կզարմացնի եւ կվախացնի։ Մի արեք էլի ես։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Պատրաստ եմ։ Այո։ Զգույշ կլինեք։
Դավիթ ջան, իրականում եթե սա զարմանալու մրցույթ է, ես զարմացած եմ, ավելի շատ հիացած եմ։ Շնորհակալ եմ։ Իսկապես բահի հնարքը չէի նկատել, ես սիրում եմ այս տիպի կատարումները, այս բահը իսկապես չկար, ես նկատեցի ու չգիտեմ, բրավո։ Շնորհակալ եմ։ Դավիթ ջան, իրականում ինձ համար ձեր նման մարդիկ ոնց որ դյութազուն լինեք անկեղծ։ Ես դյութազնագրքի 7-ակի ռեկորդակիր եմ։ Էս էր ուզում։ Եթե իմ հովհարը չլիներ, ես չէի կարողանա գոնե մի քիչ դիտել են ինչ որ կար, որովհետև ես շատ զգայուն մարդ եմ, մի քիչ այս տեսակ համարները իհարկե բրավո ձեզ, խոսքը դրա մասին չէ, բայց ինձ համար որպես հանդիսատես, հեռուստադիտող, սարսափելի բարդ ու դժվար է դիտելը։ Ամեն դեպքում կեցեք, սա իրոք այն կատեգորիան է, որ աշխարհում հատուկենտ մարդկանց է տրված։ Շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Դավիթ ջան, ես նույնպես շնորհավորում եմ ձեզ, բավականին բարդ հնարքներ էիք անում։ Ամբողջովին համապատասխանում եք Got Talent-ին, այսինքն սա հենց այն տեղն է, որտեղ որ դուք կարող եք մեզ անընդհատ զարմացնել եւ ապրել։ Շնորհակալ եմ։ Այո, դուք իսկապես այս տարիների ընթացքում աշխատել եք, բրավո ձեզ այդ համարձակության համար, այդ ուժի, այդ ժամանակի համար, բայց ինձ մի քիչ բարդ է իրականում զարմացնել։ Եթե ճիշտ ասեմ, ես զարմացած չեմ, հետաքրքիր էր, բայց որ ասեմ ինչ որ այսպես կատարյալ ինչ որ բաներ չեմ թերագնահատում ձեր աշխատանքը, ուղղակի տեսել եմ, շատ եմ տեսել, էլ ավելի ինչ որ երևույթներ, այդ իսկ պատճառով դժվար եմ մի քիչ զարմանում, խնդիրը իմ մեջ է։ Ես քանի որ այս մանավանդ այս ժանրի, այս տեսակի բաներ մենք քիչ ենք հանդիպում մեր այս շրջանակներում ու ես կուզենամ որ իրենց տեսնեմ եւ ասեմ այո։ Շնորհակալ եմ։ Դավիթ ջան, ես շատ վախենում եմ այս տեսակ համարներից, ինձ կներեք, բայց ես ձեզ ասում եմ ոչ։ Շնորհակալություն։ Շատ բարի։ Դավիթ ջան, ես ընդհանրապես չեմ վախենում։ Ու սիրում եմ նման համարներն անել, բայց բան չեմ էլի, սադիստ չեմ։ Ես ձեզ ասում եմ այո, ապրեք։ Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ իմ կարծիքից արդեն պարզ է իմ վճիռը, արդեն ասեցին 2 այո ունեք եւ 1 ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ հանդիպում։ Ես էլ եմ ասում այո։ Դուք հաջորդ փուլում եք։ Շնորհակալ եմ։ Բարև սիրունիկ, ո՞նց է։ Լավ, դեք ո՞նց։ Նառա։ Նառա, պատրաստ ես։ Ինչ ես նվագելու։ Պրեստո Արմեն Մանդակունյան։ Օ, ես նենց եմ սիրուն քանում, շատ, ինձ կսովորեցնես հետո նվագել։ Այո։ Իսկ ես քեզ հետո պաղպաղակ եմ տալու։ Եթե անցար, խոստացի որ անցնելու ես։ Դե հաջողություն քեզ։
տարբերվող եւ աշխատասեր է, կարող եմ ասել տաղանդավոր է ինչ որտեղ, որովհետեւ 9 տարեկան երեխա է եւ նվագում է շատ բարձ ստեղծագործություններ, կոնցերտներ, ռապսոդիաներ եւ պատրաստվում ենք արդեն մենահամերգի։ Ոնց է։ Շատ լավ, գոհ ես գոհ եմ։ Նարա ջան, բրավո։ Ինչքան ժամանակ է որ զբաղվում ես կանոնով։ Ես կանոնով զբաղվում եմ 4 տարի։ Ես շատ եմ սիրում կանոնը։ Արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, հա, հաջող։ Երաժշտական դպրոց, Վաղաշապատի Սպիրիդո Մելիքյանի անվան համար 2-րդ երաժշտականում։ Ինձ համար շատ ոգևորող, շատ համոզիչ նվագել եք, բայց ավելի քան համոզիչ էր ձեր բեմական կեցվածքը, ձեր խաղը, ոնց որ մի հատ ուրիշ երաժշտական գործիք էլ ձեր տենց հոգու մարմնի դեմքի վրա էսպես աշխատել։ Ես ուզում եմ խնդրել մի հատ ծափահարենք այս բանիկին։ Շնորհակալություն։ Ես քեզ շատ սիրեցի, ապրես։ Շնորհակալ եմ, ես միանգամից ասում եմ այո։ Շնորհակալություն։ Ինձ համար այն ելույթներից էր, որ հաճույքով լսեցի, վայելեցի, ռիթմիկայի քո զգացողությունը ֆանտաստիկ է, իմ կարծիքով ունես մեծ ապագա եւ բեմը քեզ շատ սիրում է։ Շնորհակալություն։ Նարա ջան, ապրես, համովիկ, սիրունիկ, շատ լավն էիք, ես շատ քեզ հավանեցի, այսպես ամբողջ ելույթը ժպիտով նայում էի, վայելում էի քեզ, կարևորը շատ արտիստիկ էր։ Հուսամ ավելի է զարմացնելու մեզ։ Կարող եք այնպեսի բան անել, որ գերազանցի այս ելույթը։ Վստահ եմ, որ պիտի գերազանցենք։ Ես էլ ամենաշատը գնահատում եմ հենց քո ժպիտը, քո լույսիկը, որ քո մեջ կա, բեմական լինելդ, թե կանցնես հաջորդ փուլ, թե չես անցնի, չգիտենք, որովհետև դեռ ունես մեկ այո, եւ տեսնենք թե ինչ կասեն։ Ես շատ վստահ այս փուլի համար ասում եմ Նարային այո։ Շնորհակալություն։ Ու շատ սպասում հաջորդ փուլում տեսնենք ինչ է լինելու։ Այդ համով սիրուն ժպիտիդ համար, այդ արտիստիկությանդ համար ես քեզ ասում եմ այո։ Շնորհակալություն շատ։ Տեսար ինչ բարի են մեր ժյուրի 3 անդամները։ Ինչի համար Տիգրան ջան։ Ես քեզ ասում եմ իհարկե այո։ Շնորհակալություն։ Մեր շոուի համովիկը, քաղցրիկը, Նարան, ապրես։ Շատ լավ ելույթ ունեցար։ Ոնց ես։ Լավ եմ։ Պատրաստ ես մի հատ համովիկություն ուտելու։ Այո։ Քանի որ ես քեզ խոսք էի տվել, ինձ թվում է, որ դու շատ կհավանես այս տարբերակը, այս բուրգերը հատուկ Pinkbury կողմից, հետո կասես, հա։ Ոնց էր համը։ Դուր ես պահեմ, բացիր։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Ահա այն բոլոր մասնակիցներն, ովքեր անցնում են հաջորդ փուլ, սակայն բացահայտումները դեռ շարունակվում են։ Դիտումների փուլը շարունակվում է եւ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ տաղանդներին բացահայտող Շանթի եթերում։ Pinkbury, վայելիր այս պահը։